Ծնունդը, որը իր ամբողջական այս մի բանաձևի մեջ Աստծո մեծագույն սերն էր, որ Տերը ցուցաբերեց իր առաքելության նկատմամբ։ Որտեղ մարդը իր առաքելության թագն ու պսակն է։ Եվ հայերեն ասում են, որ Աստված մարդացավ, որովհետև մարդը Աստվածանա, Աստծո որդի դառնա։ Եվ այդ նորոգությունը հենց ներսի համար էր, որ Աստված եկավ եւ բնակվեց մեր մեջ։ Այստեղից է սկսում նորոգումը։ Այսինքն հղիության այդ ամբողջ ճանապարհն է ասում, մանուկը խանձարի մեջ է դրվում այդ մանուկը։ Այդ մանուկին գալի երկրպագում են հովիվները, անգրագետ, բայց մաքուր սրտով։ Մենք պետք է միշտ նայենք այդ արդարության արեգակին։ Մենք պետք է երկրպագենք մանկանը եւ պետք է մեր ամբողջ կյանքը դնենք նրա առջեւ որպես նվեր։ Այդ սիրով պետք է դիմավորենք։ Մեր եղբայրն է, մեր քույրն է, մեր ընկերն է, ինչ թթու բան կա, ինչ կծու բան կա, ինչ շտկենք, դժվար բան եմ ասում։ Մեծագույն նորոգում, միշտ նորոգում։ Տարին անցնում է, տարին տարի է, ժամը ժամ է, օրը։ Խոսքը մեր մասն է, որ մենք նորոգվենք։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի, բարով տեսանք։ Տեր Հայր, շուտով տոնելու ենք ամենագեղեցիկ հրաշալի տոներից մեկը, Սուրբ Ծնունդը, եւ շատ լավ առիթ է, որպեսզի զրուցենք, թե ինչ նշանակություն ունի կամ ինչ նշանակություն պետք է ունենա Սուրբ Ծնունդը քրիստոնյայի կյանքում։ Սուրբ Ծնունդով է սկսում մեր ամբողջ տոները, մեր հավատալիքները, Տիրոջ մարմնացումով, մեզ հարազատ դարձնելով առավելապես, հա, ծնունդը, որը իր ամբողջական այս մի բանաձևի մեջ Աստծո մեծագույն սերն էր, որ Տերը ցուցաբերեց իր առաքելության նկատմամբ։ Ավետարանն ասում է, երբ որ լրումը հասավ, ժամանակներ եկան, ասենք, եւ Աստված ուղարկեց իր միածին որդուն, որ գա մարդկանց մեջ շրջի, բերի մարդկանց փրկություն, որտեղ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց աշխարհի համար։ Աշխարհացրով իր առաքելությունն է, մարդն է, որտեղ մարդը իր առաքելության թագն ու պսակն է։ Եվ ինչպես Հովհաննես Առաքյալն է ասում, եւ խոսքը մարմին առավ, մարմնացավ, բնակվեց մեր մեջ։ Տեսեք ինչ հրաշքներ է կատարում։ Խոսքը մարմին առավ, մեծագույն հրաշք։ Բնակվեց մեր մեջ։ Տեսեք ինչ արժանիք է տալի Աստված մարդուն։ Այն շնորհը, այն ճշմարտությունը, որ առել էր իր միածին էր հորից էր առել, դա բաշխեց իրեն հավատացողներին։ Մեծագույն ուրեմն աղբյուրն է Տիրոջ ծնունդը մեր նորոգվելու, հին մարդ անցնելու, նոր մարդը որպեսզի գա։ Ինչու եկավ Տերը, որպեսզի հին անցնի, գա նոր մարդը, փրկվող մարդը։ Եկավ նոր Ադամը, հա, նոր Ադամ են կոչում հայրերը, նաև Պողոս Առաքյալը, Քրիստոսն, որ առաքելության նոր սկիզբն է։ Եվ մեծագույն խորհուրդ է Տիրոջ այդ ծնունդով լուսավորվեց մարդկային հոգին, որտեղ բնակվեց մեր մեջ։ Զարմանալի բան է, ինչպես կարող է Աստված բնակվել մեր մեջ։ Բայց այն շնորհն է, այն լույսն է, որտեղ մեր վրա բացվեց, մարդկության վրա բացվեց արդարության արեգակը։ Արեգակը, որ բացվում է, ամեն ինչ պայծառանում է, ամեն ինչ ուրախ է։ Իսկ երբ որ մեկի տանը երեխա է ծնվում, մանուկ է ծնվում, մեծագույն ուրախություն է։ Առավելապես որքան մեծ է ուրախություն ամբողջ աշխարհի, այն մանկան ծնունդը, որ պետք է գա, բերի մեզ փրկություն, ճշմարիտ լույսը տա, շավիղը այն ճանապարհը ցույց տա, որ պետք է փրկության, եւ իր զոհաբերմամբ, իր պատերազմով պետք է բացի երկնքի դռները, որովհետեւ մենք էլ դառնանք հավիտենական ուրախության մեջ ապրենք։ Եվ հայերեն ասում են, որ Աստված մարդացավ, որովհետեւ մարդը Աստվածանա, Աստծո որդի դառնա։ Դեռ ինչպեսի կոչում, ինչպեսի ակնկալիք ունի Աստված, ինչքան կարեկցանք ունի, առավելապես ինչքան ողորմություն ունի եւ այն սերը, որ սպասում է իր որդիներին վերադարձի հավիտենականության մեջ։ Ահա այս ամբողջ ուղին է, որ Սուրբ Ծնունդը տալիս է մարդությանը։ Արդյոք կարող ենք ասել, որ այս տոնը նաև առիթ է նորոգվելու, այսինքն ինքնակնությամբ զբաղվելու։ Նախ իրոք ինքնակնություն պետք է, որովհետև տեսեք, ինչ արժանիքներ է, ինչ է պատրաստում Աստված մեր համար, ինչ նվերներ է տալիս մեզ, չէ՞։ Ամեն մեկին, երբ որ մեկը նվեր է տալիս, մենք պետք է մտածենք, արդյոք մենք արժանի ենք այդ նվերին։ Իրապես որ խորը մտածենք, արժանի չենք այդ նվերին։ Որովհետև Աստված իր կյանքը տվեց մեր համար։ Եվ այդ նորոգումը, որ կար, ինչու համար
երբ որ ժամանակն լռության հասավ, չէ, լրվեց, այսինքն եկավ ժամանակը։ Ամբողջ մարդկությունը այդ փափագը ուներ եւ առավելապես Հրեաստանում, Իսրայելում միաստվածություն էր, ամբողջ արտաքին պլանում չէ, ամբողջ կրոնն էր, մովսեսական օրենքն էր, Աստծուն էին պաշտում, բայց լրիվ առերևույթ են պաշտում, խոսքով են պաշտում, ցույց տալով ձևական է այդ ամբողջը։ Ներսը մարդու փուչ էր մնացել։ Եվ այդ նորոգությունը հենց ներսի համար էր, որ Աստված եկավ եւ բնակվեց մեր մեջ, այստեղից է սկսում նորոգումը։ Այդ նոր մարդը, ինչ է նոր մարդը։ Նոր մարդը եւ իր հոգով եւ մտքով, իր բանականությամբ ամբողջապես փոխվում է։ Հույսն է գալիս, լույսն է գալիս, շնորհն է գալիս։ Աստված իր Սուրբ Հոգով եկավ եւ բնակվեց մարդու մեջ։ Տեսեք, Աստվածածնի հղացումը ինչպես եղավ։ Աստված ինչ որ հրաշք գործեց գերմարտկային, մարդու պես ծնվեց աղքատ տեղ ծնվեց, որովհետեւ մենք հարստանանք, քարերի մեջ գոմում ծնվեց Բեթխեմի, որովհետեւ տեղ չունեցավ անգամ մի հյուրանոցում, չէ՞, երբ որ մարդը համար էր, կայսրը հրաման էր տվել, որպեսզի բոլոր իրենց ծննդավայրերում, իրենց տոհմի, ուրեմն որտեղ կար իրենց տոհմի գրքերը գնային, մարդը համար անենեն, եւ այդ ժամանակ երբ որ եկան, տեղ չգտնվեց։ Եվ այս նոր մարդը ցույց տվեց, որ այդ աղքատությունը մեծագույն հարստություն տվեց մարդկությանը, եկավ աղքատացավ, որ մենք հարստանանք։ Ինչպես հարստանանք։ Այդ ներքին որակն է դա, այդ ներքին նոր մարդու որակներն են, որ շնորհներով Աստված բերեց մեզ համար։ Տեր, Սուրբ Ծնունդը հույսի տոն է։ Իհարկե, նաև հույսի տոն է, իհարկե, որովհետև ինչու ենք մենք հույսով ապրում այս աշխարհում։ Տեսեք, մարդկանց մոտ ամենամեծ ցավալի հարցը որն է, ծածուկ եփուր մարդը իր մեջ ունի։ Օրինակ ես էլ երբեմն մտածել եմ, միթե մի օր վերջանալու է։ Ապրում ենք չեմ զավակները, թորները, հայրենիքը, ընկերություն, բան։ Մի օր պետք է, ինչպես մեր ծնողներն են հրաժեշտ տվել գնացել, մենք է պետք է հրաժեշտ անկանանք, չէ՞։ Շատ դժվար է, դառն է, բայց անհույս չի։ Որովհետև գիտենք, որ Աստված մեր համար պատրաստել է մեծագույն նվերներ է պատրաստել։ Այդ հույսն է, որ ծնունդով պետք է լիներ, պետք է գար նաև խաչելությունը, պետք է գա հարությունը եւ հարությամբ ստանանք այն ժառանգությունը, այն կտակը, որ Աստված նախասահմանել էր մարդու համար։ Տեր, ստացվում է ոչ միայն հույսի, նաև վստահության տոն է Սուրբ Ծնունդը մեզ համար։ Վստահությունը, տեսեք, միշտ ալեկոծության մեջ ենք մենք։ Մենք ինչքան եղել որ դավաճանել ենք, մենք մեզ, մեր հավատքին, հարցեր են առաջացել մեր դժվար պահերին, այդ կորուստները, այդ հարվածները, չէ, հնարավոր է մարդ ենք, բայց այդ վստահության այդ պակասը միշտ Աստված ինքը լրացնում է։ Մենք չենք զգում դա, բայց ինքը միշտ մեզ հետ է, որովհետև գիտի, որ այդ հունդը հավատքի մեր սրտերի մեջ կա։ Դա այդ վստահությունը օգնում է մի աներևույթ ձեռք, մի ինչ-որ բան մեզ միշտ օգնում է, որ մենք վստահությամբ գնանք առաջ, մոռանանք դժվարությունը, մոռանանք հուսահատությունը, կարողանանք ատելությունը հաղթահարել, գնալ դեպի սիրո ճանապարհը, որովհետև դա է մեր հոգու կանչը։ Եթե այնտեղ կանչ, ուրիշ կանչ լիներ, մենք այդ ճանապարհով կգնայինք։ Բայց մեր հոգին ներդաշնակություն է ուզում։ Դրա համար այս սիրո պահին է, որ մենք մեզ լավ ենք զգում, մենք գնում ենք այդ ճանապարհով եւ հույսին միանում է նաեւ սերը։ Այսինքն Սուրբ Ծննդյան տոնը կարող է մեզ դուրս հանել հուսահատ վիճակից, կարող է մեզ սեր տալ, բժշկել։ Սուրբ Ծննդյան տոնը այդ նոր տարին տոնածառը միշտ ասոցացվում է մանուկների հետ։ Թորնիկների հետ մենք տոնածառը կարող ենք թաշկոտել, ապարել, ուրախանալ։ Եվ այդ մանուկների հետ նաև իրոք որ տեսեք Ադամին Աստված ստեղծեց ըստ հայրերի 30 տարեկան հասակում երասած ստեղծեց նրան եւ իր շունչը փչեց նրա մեջ, չէ՞ կավեց ստեղծեց եւ բայց այստեղ գալիս է մանուկը, գալիս է մարդկան նման մարդու նման ծնվում է, Սուրբ Հոգով ծնվում է, այսինքն հղիության այդ ամբողջ ճանապարհն է ասում, մանուկը խանձարի մեջ է դրվում այդ մանուկին գալի երկրպագում են հովիվները, անգրագետ, բայց մաքուր սրտով, նրանց հրեշտակները աղաղակում են, չէ՞ որ ուրախացեք, մի վախեցեք, որովհետև ծնվեց ձեր փրկիչը։
որը դրված է խանձարի մեջ մի մանուկ կգտնեք։ Եվ եկան երկրպագեցին հովիվները, տեսեք հովիվները պարզ մարդիկ էին։ Եվ եկան ովքեր նաև մոգերը, չէ՞։ Իմաստուն, կարդացած, աստղագետներ, մոգեր։ Այդ շնորհիվ նրանք բարոյական ամբողջ կյանքում իրենց գիտությամբ Աստված են փնտրել։ Եվ նրանց տվեց աստղ։ Մի աստղ, որը ուղեկցեց նրանց եւ եկան եւ բերեցին մանկան արշավ դրեցին նվերներ, չէ՞։ Ոսկին, կնդրուկը եւ զմուրսը, որ ամենը մի բան էր խորհրդանշում։ Նրա թագավորությունը, նրա հավետենականությունը եւ հաղթանակը մահվան նկատմամբ։ Դրա համար այս ամբողջը շատ մեծ խորհուրդներ են, որ միշտ ուղեկցում են մեր կյանքում։ Մենք պետք է միշտ նայենք այդ արդարության արեգակին։ Մենք պետք է երկրպագենք մանկանը եւ պետք է մեր ամբողջ կյանքը դնենք նրա առջեւ որպես նվեր։ Տերեր, ինչպես պետք է քրիստոնյան տոնի Սուրբ Ծնունդը, այդ հոգևոր ուրախությունը ինչպես պետք է լինի։ Ամեն մի մեծ տոնին նախորդում են պահքի օրերը, մաքրությունը, բայց կարևորը այդ պահքի մեր տարին երբ որ փակում ենք արդեն, մենք պետք է անխռով մտնենք տարվա մեջ եւ կատարենք Տիրոջ մեծագույն ուրեմն պատվիրանը մեծ սիրեցեք զմյանս, երասիրեք։ Այդ սիրով պետք է դիմավորենք։ Մեր եղբայրն է, մեր քույրն է, մեր ընկերն է, ինչ թթու բան կա, ինչ կծու բան կա, ինչ շտկենք, դժվար բան եմ ասում, բայց մեծագույն նվեր կլինի, որ կդնենք Տիրոջ ոտքերի առջև։ Կարծում եմ, որ մեծագույն պատասխանատվություն հենց դա կլինի։ Այսինքն այս տոնը կարող է մեզ տալ իրական հոգևոր ուրախություն։ Անպայման։ Ձևական չէ։ Հա, իհարկե։ Թող լինի սեղաններ մանուկների համար ամեն ինչ պետք է։ Թող մանուկները առատության մեջ լինեն, փառք Աստծո։ Բայց ասոցացվի սեղանը տոնի հետ, երբ որ հարցնում են, ասենք, ձվի զատիկը երբ է։ Ծիսաղից գալիս է, ասենք, ինչքան հետ պետք է զարգանանք, որ նման հարց տանք, հասկանում եք։ Այդ ամեն տարի նույն բան ասում ենք, բայց այդ հարցերը նորից լսում ենք։ Ես զարմանում եմ, որ ուր ենք հասել, միթե առաջ չեն կարող գնալ։ Իհարկե շատ լավ բան փոխվել է, շատ բաներ, ինչ որ բաներ փոխվել է։ Բայց այդ զավեշտական հարցերը էլի կան։ Դրա համար կրթվել է պետք, դրա համար լսել է պետք, քարոզն է պետք է կարդալ։ Բայց էլ եմ ասում, այնտեղ անկիրթ չկարդացած հովիվներին հրեշտակները տվեցին ավետիս, որտեվ մաքուր սրտով են, սերուն են իրենց նկատմամբ, իրար նկատմամբ մարդ են, եւ տրվեց նաեւ մեծ իմաստուններին։ Այս երկուսի արանքում երևի մենք ենք գտնում։ Տերեր, երբ պատրաստվում էի այս զրույցին, կարդացի, որ կարծես Սուրբ Ծնունդը Աստծո ներկայության տոնն է մեր կյանքում, շատ գեղեցիկ էր։ Ինչ կասեք այս մասին։ Դա մեր փափագն է։ Իրապես դրանք հասնենք թե չէ, չգիտեմ։ Դրան արժան ենք թե չէ, որ Աստված ներկայանում մեր կյանքի մեջ։ Իհարկե ինքը միշտ մեր սրտերի մոտ կանգնած է։ Նորից գնանք Հովհաննես առաքյալի խոսքին, եւ Աստված բնակվեց մեր մեջ, չէ՞։ Խոսքը մարմնացավ եւ բնակվեց մեր մեջ։ Եթե տեղ տանք մեր մեջ բնակվելու կբնակվի։ Բայց եթե մեր ներսը լիքն է աշխարհիկ ցանկություններով, աշխարհիկ հաճույքներով, ժամանակավոր չգիտեմ ինչերով բան, տեղ չկա, մենք պետք է դատարկենք այդ ամբողջը, որտեղ Տերը գա եւ բնակվի մեր մեջ։ Աստված միշտ մեր կողքին կանգնած է։ Մնում է, որ մենք այդ խոսքը կատարենք, որովհետեւ նա իրոք մեր կյանքում ներկա լինի։ Տերեր, ամփոփելով այս զրույցը, ինչ պատգամ է փոխանցում Սուրբ Ծնունդը մեզ։ Մեծագույն նորոգում, միշտ նորոգում։ Տարին անցնում է, տարին տարի է, ժամը է, օրը։ Խոսքը մեր մասն է, որ մենք նորոգվենք։ Մենք մոտենանք այն ակնկալի կերպարին, որ Աստվածից հավաքին ուղարկեց։ Նոր մարդուն մոտենանք։ Նմանվենք նրան, որովհետև այդ նմանությունը Աստվածի սկզբանե դրել է մեր մեջ։ Ազատ կամքի ընտրությունը։ Ինչ կա դրած մեր առջև։ Կյանք եւ մահ, որը պետք է ընտրենք մենք։ Այդ ընտրության ճանապարհն այդ հարցն է, որ միշտ մեզ պետք է ամեն քայլին այդ հարցադրմանը մենք պետք է պատասխանենք։ Դա այդ նորոգման համար պետք է հաղթարենք, նեղ դռնով պետք է մտնենք։ Մենք մեզ նեղություն պետք է տանք, որովհետեւ այդ լույսին, այդ հավատին, այդ քաղցությանը արժանանանք։ Միանշանակ նորոգում։ Տերեր, եւ շուտով ջրակալույցի պատարագին իրար կողջունենք ասելով. Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Մեծ ավետիս։